Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ունենք շատ սիրելի հյուր, ով իր գործունեությամբ վաստակել է հանդիսատեսի սերն ու համակրանքը, քանի որ նրա ներկայությունը հայկական թատրոնում նոր գույն եւ հնչեղություն է հաղորդում բեմին։ Թե թատրոնում, թե կինոյում նրա կերտած կերպարները միշտ սիրելի են եւ միշտ շատ հիշվող։ Այո, իսկ մեր հյուրն է շատ սիրելի ու շատ տաղանդավոր դերասանուհին Ջուլիետա Բաբայանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց եք։ Շնորհակալություն, շատ լավ։ Ինչ լավ է, տիկին Ջուլիետա, վերջերս նշվեց ձեր 50-ամյակը։ Ես կասեի 30-ամյակը, այո, բայց լավ 50։ Թատրոնում, հա, ամեն տարի բերում է կյանքի նոր փորձ, նոր գույներ, հա, այդպես ասում են, յուրաքանչյուր տարիք մարդուն տալիս է նոր էմոցիաներ ու աշխարհը ընկալելու նոր ձև։ Այս տարիների ընթացքում ձեր աշխարհընկալումը եւ գույների ընկալումը իրադարձությունների ինչ պրիզմաներով է փոխվում։ Շատ բան է փոխվել, շատ, որովհետև տարիների ընթացքում եւ մեր կյանքն է փոխվում, եւ երկրի վիճակը, եւ ընդհանուր։ Իսկ պատերազմից հետո ընդհանրապես ինձ համար շատ ծանր է ամեն ինչ։ Ոչինչ չի ուրախացնում։ Եթե ուզում ես նույնիսկ ուրախանաս, սրտանց չես կարողանում ուրախանաս, շատ ազդեց մեզ վրա։ Ու ինձ համար հիմա այս պատերազմից հետո արժի զրկվել ամեն ինչ։ Այն ուրախությունը չի, այն ոգևորությունը չի, ինչ որ մի տեսակ փոխվեց մեր կյանքը։ Հա, բայց այն գործը, որ դուք անում եք, թատրոնը եւ արվեստը, չէ, հենց այն կարևոր ուժն է, որ նման իրավիճակներում պիտի կարողանա ժողովրդին դեպի տրամադրի այն կարևոր լուսավոր կետին, ինչը միշտ ձեր բոլոր դերակատարումներով դա փայլում է։ Իհարկե անում ենք, բայց ես որպես Ջուլիետա Բաբայան, դա իմ կարծիքն է, ներքին զգացողությունն եմ ասում։ Իհարկե բեմում մոռանում ես ամեն ինչ, կամ նկարահանման ժամանակ երբեք չես մտնում ես կերպարի մեջ, արդեն ուրիշ կերպ ես մտածում ու խաղում, դա ես չեմ արդեն, կերպարն է։ Կերպարներն են։ Այնպես որ, այդպես։ Ձեր բազմաթիվ կերպարներից երևի յուրաքանչյուրը կառանձնացնի իր սիրելին, ինձ համար, չգիտեմ, բոլորն են շատ սիրելի, բայց մի կերպար կա, որ ես ուղղակի պաշտում եմ, այդ կորած մոլորվածը Հայաստանում ֆիլմում ձեր կերպարն է։ Ես չգիտեմ ոնց էր հնարավոր այդ կերպարն հենց կերտել, որ չգիտեմ 100-րդ անգամ նայեմ ֆիլմը, նույն կերպ ծիծաղում եմ ձեր կերպարի, ձեր դիալոգների ժամանակ, որովհետև այնքան սրտանց եք խաղում, այնքան sense ջերմություն ու սեր կա այդ կերպարի մեջ, ինձ հետաքրքիր է ինքը ձեզ համար գոնե մի քիչ առանձնահատուկ է։ Անեք կերպարը ինչպիսին է ձեզ համար, ինչ վերաբերվում իհարկե շատ շնորհակալ եմ եւ միայն դուք չեք ասում, շատ-շատերն են ասում, ամեն քայլափոխի որ տեսնում է, անպայման հիշում է կորած բոլորվածը։ Դա եւ ռեժիսորից է գալիս, եւ սցենարից է գալիս, եւ դերից։ Արդեն երբ որ դերը լավն է, կերպարի մեջ ես մտնում, միայն անկեղծություն է պետք երևի, ուրիշ ոչինչ բան։ Երբ որ անկեղծ ես խաղում, ինձ թվում է ամեն ինչ տեղն անկնում, չէ՞։ Այդպես է։ Իսկ կերպարներ որ կերպարը այդ ժամանակ խաղում ես, դա ավելի շատ մոտ է, հետո մյուսն է լինում, այդպես։ Տիկին Ջուլիետա, երբ վարվում են թատրոնում լույսերը, երբ վարվում են նկարահանման հրապարակում լույսերը, ձեզ համար տարբերությունը ո՞րն է։ Բեմը լրիվ ուրիշ է։ Բեմը ոնց նկարագրեմ, բեմում նկարահանման ժամանակ անդադ ստոպ են տալիս, կտոր են նկարում, մի քանի անգամ, իսկ բեմում շատ ավելի լարված ես, ավելի հուզված ես եւ պիտի չսխալվես ոչ բանում եւ եթե նույնիսկ էպիզոդ ես խաղում 5 րոպե, այդ 5 րոպեն պիտի այնպես խաղաս, որ հանդիսատեսը չմոռանա, որտեվ կան գլխավոր դերեր են խաղում, բայց չեն հիշվում, բայց կարող է այդ մի էպիզոդը հիշվի ժողովրդի կողմից, թե ինչպես ես մատուցում, այնպես որ բեմը ինձ համար լրիվ ուրիշ է։ Բեմում սկսվում է կերպարի կյանքը, հասնում կուլմինացիային ու ավարտում։ Ամեն անգամ, երբ որ փակվում է վարագույրը, ինչ զգացողություն եք ունենում։ Աննկարագրելի է, այդ զգացողությունը մանավանդ երբ որ լավ են ընդունում ժողովուրդը, հնարավոր չի։ Գիտեք, կինոն կամ սերիալը մի բանով է լավ, որ կինոն մնում է։ Օրինակ դերասանների համար շատ-շատերով որ նկարվել է, մեր մեծերից հիշվում է։ Իսկ ներկայացումները նկարում են մի անգամ, երկու անգամ ցույց տալիս, մոռացվում է գնում։ Կինոն այդ կողմից շատ լավ է։
Հետո սերիալն էլ, դա մարզանք ոնց որ լինի։ Արագության մեջ նկարվում է, չես զգում, հետո նայում ես, վայ, կարելի է բալը սենց անել։ Հա, բայց թատրոնում լրիվ ուրիշ է, թատրոնը ոնց ասեմ, այո, ոնց որ ասեցիք։ Մի ամբողջ կյանք, մի կյանք, որ Հա, մի ամբողջ կյանք բեմում անցել է, բայց նենց անցավ, որ բարի վերումներով Քինջուլա դեռ այնքան դերեր կա, որ համոզված ենք շատ լավ կերտելու եք։ անցավ գնաց։ Չէ, Դերերը որ կարող էի խաղալ։ Էլի կարող եք խաղալ։ Գիտեք, երկար հետո ամեն ինչ խառնվեց, երկիրը փոխվեց, մեր սերունդը շատ բան եղավ։ Իսկ process-ն եք սիրում բեմադրության, այսինքն փորձաշրջանը, թե արդեն երբ որ ամեն ինչ պատրաստ է եւ բացվում են վարակույրներ ու հանդիսատեսի Իհարկե ներկայացումը, երբ որ բացվում է, որտեվ պատահում է այնքան երկար ես փորձում, արդեն հոգնում ես։ Իսկ ներկայացումը խաղում ես արդեն լրիվ ուրիշ է։ Կհիշեք կամ նկարահանման հրապարակից կամ, չգիտեմ, գուցե թատրոնի փորձերից որևէ զավեշտալի դեպք, որ հիմա կպատմեք, շատ զվարճալի։ Զավեշտալ դեպքեր շատ են եղել, բեմում էլ, նկարահանման ժամանակ էլ, բայց պատմել եմ ախր մի քանի անգամ։ Նոր չկա, նորերից։ Կինոյի նկարահանման ժամանակ շատ է պատահում, որովհետև կինոն լրիվ ուրիշ է։ Հետո առաջ գիտեք ոնց, կինոն ամիսներով նկարում էին։ Հիմա շատ արագ է։ Մի ամսում նկարում են, ֆիլմը մեկ է զարմանում ես։ Մենք ֆիլմ էինք նկարում Խորվիրապում։ Ֆիլմի անունն եմ ուզում հիշեմ։ Վերջը, մի 15-20 օր մենք այնտեղ նկարահանում ենք ունեցել Խորվիրապի շրջակայքում։ Այն աստիճանի, որ դիմացից թուրքերի մոտա չէ, բան էին ահազանգել էին, թե ինչ հրացաններով, բաներով, ասել են կինո են նկարում, մի անհանգստացեք, այդ սովետի ժամանակ։ Ուրեմն մենք գնում էինք առավոտյան, այնտեղ այգիներ կային, ծիրան էին բերում, միրգ էին բերում, ձմերու կա, ես են այն անցկացնում էինք, կարող այդ ամբողջ օրը մենք նստեինք ու չնկարվեինք, սպասում էինք հերթի։ Այդպես մի 15 օր գնացինք եկանք, դե այն ժամանակ է մեր ստավկաները բարձր էր, ինչքան երկար ձգվել այնքան աշխատում էիր, պրոբլեմ չկար, հաճույքով էիր գնում։ Ու բանա, մեկ էլ ֆիլմը նայում եմ, բայց նկարվել եմ բավականին, էլի, մի 15 օր լավ եք, մի ամիս երևի, բայց մի 15 օր նկարվել եմ։ Դե ֆիլմը մոնտաժ են արել, բան մի տեսարան կա, քսվում եմ, մեկ էլ ինչ-որ էլի մի երկու փոքր տեսարաններ, մարդ դերեր էլի, կարգին, ես ինչ է եղել ֆիլմը, հետո ռեժիսորին ասում է, Ջուլա ջան, ասում է, տենց էլ է պատահում, դե ֆիլմի համար մոնտաժ ենք անում, որտեղ պետք է երկար էր նկարել, շատ էի նկարել, կտրտել եմ, հիմա տենց էլ է լինում։ Բայց դե լավ ժամանակ եք անցկացրել, դա արդեն հիշվում է։ Բայց լավ հիշողություն եմ դարձել։ Նույն անկեր Փանջունին, այնտեղ ռեյսիկինն էի նկարվում, Մամիկոն Մանուկյաններ խաղում ես։ Ուրեմն մի ամբողջ տեսարան կար, այրվում էր տունը, գոռում եմ, ամբողջ ժողովուրդը հավաքվել է, իրոք կարծեցին պաժարա, այդպիսի մուխ, ծուխ, մրի մեջ կորել եմ, գոռում եմ, բան, ես վերջերս միամիտ միացրի հայ կինոյի, մեկ է տենավ այդ տեսարանն է, ուրեմն բան չկա, ոչ զվուկ կա, այդքան գոռացել եմ, այդքան բանը թողել եմ մնակ ձեռքերս գոռում եմ, դեսդեն, այս այդ բաներ է լինում, էլի, կինոն սա է, չես իմանում, ոնց կլինի, նկարվում ես, հետո չգիտես, ոնց կլինի, ինչ կլինի։ Տիկին Ջուլիա, երազանքները թատրոնում իրականում են։ Չէ, ցավոք սրտի, չէ։ Գիտեք ինչի՞ց է, որ երազանքը չի կատարում։ Երիտասարդ ժամանակ, երբ որ ես թատրոն ընդունվեցի, մեր մեծերն էին, դե ես համեստորեն սպասում էի, ասում իմ ժամանակն է կգա, փոքր էպիզոդներ, մասսայական տեսարաններ, այն ժամանակ ընդունված է ժողովրդական դերասաններ, եթե պետք է մասսայական տեսարանում դի մասնակցի։ Հացավանում մեր ամբողջ թատրոնի դերասանները ժողովրդական վաստակով մասնակցում էին մասսայական տեսարանում եւ ոչ մեկը չէր բողոքում։ Ընդունված կարգ էր։ Հա։ Ու այդպես որ
Երիտասարդ տարիքում ընդունվեցի, մեծերն էին, սպասում էինք։ Հետո անցավ, հա, անդադ սպասում ես, անցավ տարիներ, 88-ը սկսվեց, այդ պատմությունները մենք մեծացանք։ Արդեն ինչ որ երիտասարդ ժամանակ կարող էր խաղալ, արդեն այդ ժամանակ չէ։ Հետո էլի ես սպասում, անընդհատ, ու միշտ ռեժիսորից ես կախված։ Ռեժիսորը կտեսնի թե չէ։ Այնպես որ երազանքները չի կատարվում։ Որ կերպարներ, որ երիտասարդ տարիքում բաց թողվեց։ Շատ, չեմ ասի։ Շատ դերեր կար, որ կարող էի խաղալ եւ չխաղացի, որտեվ երևի թե պետք էր ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Մեր մոտ մեր շրջանում այդպես չեղավ։ Մինչև մեծերն էին, հետո հեղափոխություն եղավ, հետո փակվեց թատրոնը, վերջը գիտեք էլի, այդ տարիները արդեն բայց ես կարծում եմ ձեր խաղացած բոլոր կերպարների մեջ այնքան գույներ կան, այնքան տրամադրություն կա, որ միևնույն է բոլոր կերպարները հիշելի են ու սիրելի։ Գիտեք ինչ որ տալիս են, բայց ամեն դեպքում ես խաղում եմ ճիշտ ու աշխատում եմ անկեղծ լինեմ։ Դե հիմա ինչ որ տալիս են, թատրոնում հնարավոր չի հրաժարվես, չէ, այս դերը չեմ ուզում են։ Հետո գիտեք, կանացի դերերը միշտ 1-2 գլխավոր դերերի մասն է խոսքը։ Այո, քիչ են։ Հա, տղամարդկանց բախտն է վերել պիեսներում։ Դե այն ժամանակվա պիեսներում, այո, հիմա արդեն նոր պիեսները որ գրվում են, արդեն գենդերային հավասարություն։ Ֆեմինիստական կարգին պիեսներ չեն գրում։ Մեր գրողները դրամատուրգ չունեն կարգին։ Իսկ որ ժանրն է ամենասիրելին կամ ավելի սիրելին, կոմեդիան, ինձ համար երկուսն էլ հաճելի է, եւ երգիծական եւ դրամատիկական։ Այնպես որ դերասանուհին պիտի բոլոր բանում էլ խաղալ, մենակ չէ, ես հումորային, չէ։ Բայց նույնքան սիրելի են երկու տարբերակներն էլ ձեզ համար։ Գիտեք, տեսնում են ինձ ավելի շատ հումորային եմ, չգիտեմ ինչի։ Հա, հիմա դե գիրացել եմ բան երևի դրանից է։ Այս վերջերս Պոնչի հետ էինք նկարվում, ասում եմ թե էս ինչ եք ինձ մամայի դերներ էլի։ Ասում եմ երևի գիրացել եմ դրա համար, չէ ասում, ասում չէ ես հասկանում եմ։ Կորած մոլորվածում էլ կա գիրանալու թեման, հիշում եք, ձեր կերպարը կորած մոլորվածում էլի ունի գիրանալու հատվածը։ Կավա գիրացել եմ։ Տիկին Ջուլիա, այն բոլոր կերպարները հայ կնոջ, հա, որ ներկայացնում եք ձեր խաղացած դերերի միջոցով, սա իհարկե այն բազմաշերտությունն է նշում հայ կնոջ կերպարի, որ հայ կինը ունի ֆենոմենալ հատկություն յուրաքանչյուր իրավիճակում իրեն դրսևորելու եւ ճիշտ դրսևորելու։ Լինելով դերասանուհի, դա ունեք հնարավորություն բոլոր շերտերը ներկայացնելու տարբեր կերպարների միջոցով։ Իսկ ձեզ, որպես կին, որպես հայուհի, այ հայ կնոջ որ ամենակարևոր գիծն է դուր գալիս եւ ձեզ համար հարազատ։ Հայ կինը իմ կարծիքով ամենաուժեղն է։ Ճիշտ չի որ ասում են տղամարդիկ են ուժել, թողներեն ինձ բոլոր տղամարդիկ, բայց հայ կինը ապացուցեց եւ միշտ ապացուցում է որ ավելի ուժեղ է։ Եվ չգիտեմ ինչի դարձրել են որ տղամարդիկ են ուժեղ։ Տղամարդը ցավին չի դիմանում։ Մի քիչ տրամադրություն չունի, աշխատանքի չի ուզում գնա։ Կինը, չգիտեմ, ամեն ինչ անում է իր երեխայի համար, իր ընտանիքի համար։ Եվ ես էլ որպես հայ կին, այո, շատ դժվարություններ եմ ունեցել, բայց հաղթահարել եմ։ Եվ մինչև օրս էլ հաղթահարում եմ։ Դուք մեզ համար հայ կնոջ վառ կերպարն եք, ուզում ենք որ միշտ այդ վառ կերպարի զգացողությունը լինի ձեր բոլոր կերպարներում եւ միշտ լինեք այսքան երիտասարդ, որ փայլեք ու մեզ տակ են հնարավորությունը ժպտալու, տխրելու, ուրախանալու, էմոցիաների փոփոխության, որոնք ձեր կերպարների միջոցով են։ Ձեզ շնորհակալություն մեր եթերին մասնակցելու համար, ձեզ ուզում ենք նվիրել Սափոր գինին, Իջևանի կինոգործարանի, որպեսզի կարևոր հետաքրքիր պահերը հարազատների հետ նշվեն հենց այս գինու հետ միասին։ Սա ձեր շնորհակալություն եւ հայ կնոջ բազմաթիվ շերտերից ամենակարևորը նա է, որ նա խոհանոցում պարզապես փայլում է եւ համոզված ենք որ հենց դուք նույնպես փայլում եք խոհանոցում։ Ուզում ենք ձեզ նվիրել Տրամոնտինայի կողմից ներկայացող խոհանոցային պարագաներ, որոնք մի փոքր կթեթևացնեն ձեր հոգսը խոհանոցում։ Բրենդը առանձնահատուկ է նրանով, որ վրան չի վերցնում ոչ մի թունավոր բակտերիա, շնորհիվ իր հատուկ ծածկույթի։ Այնպես որ շնորհակալություն ձեզ։ Շատ շնորհակալություն հրավերի համար, շատ շնորհակալ եմ նվերների համար, շատ գեղեցիկ է ձևավորված գինու շիշը, շատ հաճելի է։
Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Մենք մաղթում ենք, որ ձեր բոլոր երազանքները շարունակեն կատարվել։ Շնորհակալ եմ ձերն էլ։ Մերսի շատ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։